Այս բիսկվիթը կդառնա ձեր ամենասիրելին, քանի որ չստացվելու տարբերակ չունի, ուղղակի մի քանի հմտություններ։ Այս չափաբաժինը նախատեսված է 25 սմ տրամագծով կաղապարի համար։ 6 ձվին նշեմ, որ երբ որ ձվերը առաջի համար է, օգտագործում ենք 6 հատ, իսկ երկրորդ համարի դեպքում 5 հատ։ 6 ձվին ավելացնում ենք մի պտղունց աղ և սկսում ենք հարել, մինչև որ փրփրի։ Ավելացնում ենք 150 գրամ շաքարավազ։ Այնքան ենք հարում, որպեսզի ստանանք սպիտակ պինդ զանգված։ Այն մեզ հիշեցնելու է կրեմի։ Նշեմ, որ շաքարավազի գրամը չի փոխվում ձվերի չափերի տարբերությունից, նույնն է և ալյուրինը։ Փորձում եմ հնարավորինս ճիշտ բացատրել, որպեսզի ձեզ մոտ հնարավորինս ճիշտ ստացվի, իսկ հարցերի դեպքում կարող եք դիմել, խնդիր չէ, կպատասխանեմ բոլոր հարցերին։ Եվ ահա տեսնում եք, թե ինչպիսի զանգված ենք ստացել, ինչպես նշել էի, կրեմի է մեզ հիշեցնելու։ Հասկանալու համար խմորը պատրաստ է թե ոչ, ստորացնում ենք, եթե հետքը մնաց ընդհանուր զանգվածի երեսին, ուրեմն արդեն պատրաստ է։ Եթե ներծծվեց զանգվածի մեջ, ուրեմն շարունակում ենք հարել։ Այս դեպքում տեսնում ենք, որ մեր խմորը պատրաստ է։ Ավելացնում ենք 170 գրամ ալյուր և 7 գրամ փխրեցուցիչ իրար խառնած։ Ավելացնելու ենք երկու մասով, միանգամից պետք չէ ավելացնել։ Խառնում ենք շատ զգույշ, ներքևից վերև, որպեսզի օդային զանգվածը չնստի։ Նախապես միացնում ենք ջեռոցը, որպեսզի հասցնի տաքանալ։ Թխելու ենք 150 աստիճանում 30 րոպե։ Սակայն ինձ մոտ, քանի որ ջեռոցը բավականին հզոր է և ունակ է արագ այրելու, վերջի 10 րոպեն ես միայն ներքևն եմ միացնում, որպեսզի չհասցնի վառել երեսի հատվածը։ Եվ այսպես եփում ենք 30 րոպե 150 աստիճանում։ Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկի օգնությամբ։ Եթե փայտիկի վրա խմոր չի լինում, ուրեմն պատրաստ է, իսկ եթե լինում է, ուրեմն շարունակում ենք ևս 5-ից 10 րոպե եփել։ Նաև մի նկատառում, միանգամից ջեռոցի չենք հանում մեր բիսկվիթը, քանի որ նա շատ արագ նստում է։ Ինչ ենք անում այս դեպքում։ Մեր կաղապարը շրջում ենք հակառակ ուղղությամբ, այսինքն բիսկվիթը երեսով դեպի ներքև է լինում և այսպես մնում է ևս 20 րոպե, իհարկե ջեռոցը անջատած վիճակում։ Այս հնարքը օգնում է, որպեսզի պահպանի բիսկվիթը իր տեսքը և չնստի։ Փորձեք, կարծում եմ, պետք է որ ստացվի, ինչքան հնարավոր է մանրամասն եմ ներկայացրել, և իհարկե բաժանորդագրվեք ալիքիս։